Free News-ի եթերում լուրերից դուրս հերթական միացումն է Փարիզ, որտեղից ինձ հետ կաշխատի միջազգային agent Արման Ավագյանը։ Ողջույն Արման։ Բարև Գագիկ ջան։ Արման ջան, լավ լուրերով սկսելը միշտ ավելի հետաքրքիր է, չէ՞։ Ինչ խոսք։ Հա, տես հիմա սկսենք նրանից, որ առաջիկայում Հայաստանում կլինի Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման գործողության ծրագրերի կատարողականի Եվրամիության առաջին առաքելությունը։ Դու հասկանում ես, դա ինչ արագություն է եւ դա ինչ է նշանակում։ Եվ փաստացի ինչքանով հասկացա, այստեղ միայն հարցը գնում է, եթե չեմ սխալվում, 74 կետ էր ասում, կարծեմ թե մեզ մոտ Հայաստանում, որ պետք է կատարածվի, որոնցից հետո կարելի ասել գրեթե ավտոմատիկորեն, հա, այդ հարցը լուծված։ Ընդ որում 20 քաղաքական կամ եւ այլ որևիցե։ Հա, 26 թվականի հարցերի մասն է խոսքը։ Հա, 26 թվականի գարնանը արդեն Եվրամիության առաջի զեկույցը պատրաստ կլինի Հայաստանի պատրաստության վերաբերյալ։ Այսինքն ինչքանով է Հայաստանը կատարողականը ապահովել, բնականաբար Հայաստանը ամեն ինչ կանի այդ կատարողականը ապահովելու համար, ես նկատի ունեմ, որ գործընթացը բավականին արագ են գնում։ Ես միայն կողմ եմ դրան, հատկապես որ եթե կարող ենք արդեն մեր ֆրանսիական բառեր օգտագործել, համ ինձ համար ավելի հաճելի հեշտ կլինի, համ էլ մի քանի բառեր ավել մեր ժողովուրդը կիմանա, մտածելիք, հա, որովհետև շատ շուտով գալ գնալը Փարիզ լինելու է սովորական ճանապարհորդության պես։ Հա, մոտավորապես Հայաստանից Եգիպտոս։ Կրասնոդար արդեն հիմա կդառնա նորմալ վիճակներ, այսինքն մի հատ գնանք Փարիզ, հետո գնանք մի հատ Բրյուսել, հետո մի խոսքով Պրագայով հետ գանք Երևան։ Ուզում ասեմ, միայն լավ լուրեր են դրանք։ Ընդ որում դե Հայաստանում նաև այտենց խոսույթ էլ կա, չէ, երբ որ ուզում են Շենգեն վիզա ստանալ, ու մեկը մյուսին խորհուրդ է տալիս, ասում է այս դեսպանատում մի գնա, մյուս դեսպանատում գնա, ստե այս դեսպանատան բանը հյուպատոսը շատ դաժան է ու հիմնականում բաներ է խփում, մերժումներ է խփում եւ այլն, այս ամեն ինչը կդառնա արդեն հիշողություն է։ Եվ իմիջայլոց ասեմ հիմա ի հակառակը նրան, որ բազմաթիվ այդպիսի ճանապարհորդական ձեռնարկություններ, որոնք զբաղվում են այդ վիզաներով կանհետանան, բայց մյուս կողմից էլ կստեղծվեն արդեն նոր տուրիստական, հա, ինչ որ ձեռնարկություններ, ռեալ տուրիստական ընկերություններ, այո։ Եվրոպական երկրներում, որոնք կարող են ընդունել հայ տուրիստին, հա, այնտեղ կարող են լինել ցուցադրողներ, չգիտեմ, գիդեր, հա, որոնք կարող են պատտել մեր հայ զբոսաշրջիկներին Եվրոպայում, այսինքն դա նաև կարող է նաև հայ համայնքում, հա, դրսերում գտնվող մեր հայ համայնքում աշխատատեղեր ապահովել ինչ որոնք կարող են թույլ տալ, ասենք հայրենակիցներին, հայերին, որովհետև հայերը վերջ-վերջո հայոց լեզու շատ ավելի հաճելի, ավելի հեշտ է ընդունել, պատտել, ման տալ, հա, մեր հայրենակիցներին ծանոթացնել եվրոպական մշակույթային եւ մնացած բոլոր այս արժան վայրերին։ Ընդ որում սա նաև շատ կարևոր բան կլինի հայ ուսանողների եւ հայ գործարարների համար, որտեղ նույն գործարարներն էլ են շատ խնդիրների բախվում հենց այդ շենգենյան խնդիրների պատճառով, հա, խփեցին, չխփեցին։ Կարող ենք ասել, հա, ինչ որ հարցեր կա, որ email-ներով կարելի է լուծել, բայց երբևիցե այդտեղ բանակցություններ եւ այլն, ասենք, արկ ու վաճառք, հետո գիտեք, մենք այսօր ավելի քան երբևէ կարիք ունենք արտահանումներ կատարել դեպի Եվրոպական միություն։ Ինչն է ավելի լավ, քան թե մի բիզնեսմեն, որ ունի ինչ-որ մի պրոդուկտ, մի ապրանք, որ կարող է պերսոնալ ինքը իր թիմով, իր ստաֆի հետ ցանկացած պահի նստել վիզեր կամ չգիտեմ Տրանզավիա, հա, հիմա այդ նույնիսկ այդ low cost ավիակամպանիաներն են շատացել եւ գալ բավականին մատչելի ձևով գալ բանակցել իր արկ ու վաճառքի պայմանագիրը կնքել, հետ գալ, մի խոսքով այդ ամեն ինչը ես շատ ավելի դինամիկա կմտցնի, ել չասենք որ ուսանողները շատ հանգստությամբ կարող են իրեն գալ, նույնիսկ աշխատանք գտնելու պահովել է շատ հետաքրքիր, որովհետև կարելի է գալ այստեղ, հա, ինչ որ դիմումներ տալ, ինչ որ ստաժեր այստեղ անցկացնել շատ ավելի հեշտ ձևով, մեր ուսանողները կարող են պատրաստվել այստեղ ձեռնարկություններում շատ ավելի բարձեցված ձևով, մի խոսքով դրանք միայն լավ լուրեր են, որոնք մի պահ
կարելի է մեզ համար թվում են թե ինչքան անհասանելի է ինչի անցյալում, բայց ես Դե միշտ բառացիորեն պատկերացնենք 1 տարի առաջ։ 1 տարի առաջ կամ տարի կես առաջ ով դրան կհավատար։ իհարկե Եվ լավ լուրերի տրամաբանությամբ նաև հաջորդ լուրը, դե սա իրականում Հայաստանի համար կարելի ասել սենց օրախնդիր թեմա էր, դրա մասին մենք իհարկե խոսել ենք, բայց Firebird ընկերությունը ստացել է Միացյալ Նահանգների արտահանման լիցենզիա եւ հայտարարում է Հայաստանում իր առաջին $500 միլիոն ներդրման մասին, ընդ որում սա բազմամիլիարդանոց մեգա նախագծի մեկնարկային փուլն է, որի նպատակն է տարածաշրջան բերել բարձր հզորությամբ արհեստական բանականության գերհամակարգչային ենթակառուցվածք, սա ոչ թե ինչ-որ մի չիպի մասին է, ինչ-որ մի համակարգչի մասին է, սա ենթակառուցվածք է։ Ընդ որում ես ունենք թույլտվություն այսօր, այսինքն մի կողմից կա ինվեստիցիան, այդ 500 միլիոնը, մյուս կողմից է փաստացի ունենք հավաստիացում, եթե կարելի է, հաստատումը կա, որ առանց սպիտակ տան թույլտվության ոչինչ դուրս չի գալ, ինչ վերաբերում է Nvidia-ին, Firebird-ին, առանց ռազմավարական ինքը պրոդուկտ է այսօր, ինքը այսպես թե այնպես արհեստական բանականությունը այսօր պետությունները փորձում են ամենայնպես վերահսկել եւ սահմաններ կարողանալ վերահսկել այդ արհեստական բանականության եւ ըստ այդմ փաստորեն ստացվում է մի բան, որ իրավունք ենք ձեռք բերում արտահանման, ինչը նշանակում է, որ մի կողմից, ինչպես ասեցի, ունենք ներդրումները, բայց մյուս կողմից արդեն ունենք այդ արդեն պոտենցիալ, այդ տարեկան արտահանման անսահման նյութի, որը գիտես, դա իրականում Հայաստանին դարձնում է տարածաշրջանային եւ ոչ միայն նեղ իմաստով տարածաշրջանային, այսինքն ես չեմ ասում Հայաստանը դառնում է հարավային Կովկասում կարևոր, Հայաստանը դառնում է ավելի լայն տարածաշրջանային կարևոր խաղացող, իսկ ավելի լայն տարածաշրջանային ասելով նկատի ունեմ նաև Մերձավոր Արևելք, իսկ եթե մենք նայենք թե Մերձավոր Արևելքից կամ արաբական աշխարհից մարդիկ ոնց են գնում Միացյալ Նահանգներ հանդիպում Թրամփի հետ, հենց բառացիորեն օրերս այնտեղ էր Սաուդյան Արաբիայի թագաժառանգը, ընդ որում այդ ամեն ինչի համար այդ մարդը իր 600 միլիարդ ներդրումը Միացյալ Նահանգներում սարքեց 1 տրիլիոն։ Այո։ Հենց սպիտակ տանը նստած, այսինքն նրանք շատ լավ հասկանում են, Սաուդյան Արաբիան հիմա մի քանի քայլ առաջ է Արաբական Միացյալ Էմիրություններից իր նմանատիպ ծրագրերով, զարգացման միտված ծրագրերով, եւ Սաուդյան Արաբիան, եթե այդքան կարևորում է հենց արհեստական բանականության գործոնը, ուրեմն պատկերացնենք, թե ինչ է նշանակում այդ արհեստական բանականության ամբողջ ենթակառուցվածքը, այդ կլաստերը Հայաստանում։ Մենք մասնագետ չենք եւ չենք կարող այդքան խորությամբ բացատրել հեռուստադիտողներին, թե դա ինչ է նշանակում, բայց դա լավ իմաստով ֆանտաստիկ ծրագիր է։ Թվերը արդեն խոսում են, երբ խոսում ենք $500 միլիոն ներդրման մասին, մեր երկրի մակարդակով դա ավելի քան երևալու է։ Պատկերացրեք աշխատատեղերի քանակ, պատկերացրեք ինչպիսի ահռելի գումար, որ մտնում է երկիր եւ մտնում է շրջանառության մեջ, հայկական տնտեսության մեջ, դա ուղղակի հիանալի է։ Եթե մենք հիշենք, թե ժամանակին Հայաստանի տնտեսությանը ինչ լիցք հաղորդեց Լինսի հիմնադրամը, Քրքորյանի շնորհիվ, նա այն ժամանակ այս գումարի կեսից էլ քիչ էր, բայց ինչ ներդրում բերեց եւ Հայաստանի ինչ զարգացում բերեց, դա իրականում թռիչք էր Հայաստանի համար այդ ժամանակ, բայց դա ոնց որ ասած վերաբերվում էր ճանապարհների, դպրոցների, մշակութային օբյեկտների, բայց հերուն գնացող զարգացման իմաստով սա արդեն բոլորովին այլ չենք նշանակում իհարկե Քրքորյանի մեծությունը եւ արածը բացարձակ մեծ հայ է,
բայց ամեն դեպքում այսօր ընդ որում այստեղ գիտես ինչն է հետաքրքիր Արման, կրկին հայկական ֆենոմեն այստեղ գործ ունի։ Այսինքն Firebird-ի հիմնադիրները հայեր են եւ բնականաբար այդ գործոնը նույնպես աշխատել է, իհարկե աշխատել է նաեւ վարչապետի եւ Միացյալ Նահանգների նախագահի գործոնը, որտեղ վարչապետը ինքը իր բրիֆինգում ասեց, որ զանգարել է Թրամփին, խնդրել է արագացնել եւ ի պատիվ Թրամփի Սպիտակ տունը անմիջապես սկսել է արագացնել այս ողջ գործընթացները եւ խնդրեմ այսօր արդեն այդ արտահանման թույլտվությունը, չիպերի արտահանման թույլտվությունը արդեն Firebird-ին տրվել է եւ ոնց որ ասած գարնանից սկսում է մեկնարկը այդ գործընթացի։ Որ ասում են գնում ենք դեպի Արևմուտք, Եվրոպա, այս նկատի ունենք, ասում Նովոսիբիրսկի կամ Նավարոսիյսկի, Պեչենիի մի հատ գործարան բացենք Երևանում։ Իդեպ ես մի հատ շատ հետաքրքիր բան ասեմ, ուղղակի տեսանյութը այնքան շատ է տարածված, որ չեմ ուզում կրկին այդ տեսանյութը ներկայացնենք մենք էլ, ուրեմն դու հիշում ես, որ անցած շաբաթ ռուսները խայտառակ եղան այն իրանց հարբած ռոբոտով, հիանալ էր, հիասքանչ էր։ Իդոլ, այսինքն կուրքը, այնքան կատարյալ էր ինքը, որ անունը դրել էին Իդոլ։ Կամ հարբած Իդոլ, ոդկայով են ինքը սնվում։ Հա, բայց շատ հետաքրքիր է, անմիջապես երևի չինական բոլոր կապերը օգտագործելով ընդհուպ մինչև Սի Ցզինպին դիմել են, ափալ-թափալ մեր հարևանների լեզվով ասած մի հատ ռոբոտ են ճարել, բերել են կանգնացրել են Պուտինի դիմացը, այս ռոբոտը սենց խոսում է ձեռքերի շարժումներ, բան, սա ռուսական առաջին, այսինքն մոռացան են հարբածին, այն որ եկավ վնգավ գլուխը ջարդում փշուր եկավ, հիմա մի հատ ուրիշն են ճարել, բերել են ցույց են տալիս եւ այդ ռոբոտը գալիս է ու ասում է ես ուզում եմ ապարեմ, մի հատ ինչ որ շատ տարօրինակ, ինչ որ արջի բարի նման մի հատ պարում ու շարունակում են էլի։ Դե մեր մոտ ոչ մեր մոտ դա միայն հումոր առաջացնում, միայն հերիքա հիշենք, որ օրինակ մեր երիտասարդ տարիների պատմության մեջ, օրինակ մեր Գարիզոնտ հեռուստացույցի պուլտը մուրճն էր, հա, պետք էր գլխին խփել, որ ալիք փոխել։ Չէ, դե մի մոռացի նաև անպայման բանը, ժողովրդական լեզվով ասած այդ պլասկագուբցինը դրած էր կողքը, չէ։ Մուրճը ալիքները բանը փոխելու, ալիք բռնելու համար էր երևի ավելի շատ։ Դե փաստացի այսօր տեսնում եք այդ բրակ հասկացությունը, այդ բրակ, հա, ասում են բրակ, խոտան, հա, հայերեն բառն ունենք, խոտան, այդ հասկացությունը, այդ կոլեկտիվիզմից, այդ սովետական միությունից, հա, որտեղ բոլորը հավասար էին, ոնց կարա բոլորը հավասար են, ամեն մարդ իր հնարավորություններն ունի, բայց բրակը համատարած էր, այդ խոտանը համատարած էր, ու բնականաբար Ռուսաստանում դա մնացել է, որովհետև այդ տեխնոլոգիաները պետքա ժամանակին ընդունել, այդ տեխնոլոգիաներով պետքա երիտասարդները պետքա նաև update լինեն, հա, պետքա գնան դրսում, միազգային կապերի միջոցով չկա, երկիրը բացարձակապես 4 կողմից փակ է եւ գնալով ավելի փակում են, հիմա էլ ուզում են երկաթե դռներ դնեն, որ ընդհանրապես ինտերնետը էլ անջատեն, նստեն, այդպես մի խոսքով ուզում ասեմ, ինտերնետը գրեթե անջատված է Ռուսաստանում, շատ տեղերում չի գործում, այդ VPN կոչվածն էլ առանձնապես լավ չի աշխատում այսօրվա դրությամբ։ Ես բառացիորեն այս եթերից առաջ բանը YouTube-ը հերթական նմանատիպ մի հատ տեսանյութ ուղարկեց, փաստագրական տեսանյութ էր ժամանակին սովետական փորձերի մասին, կենսաբանական փորձերի մասին եւ հայտնի մի տենց գիտնական ճակերտավոր էլի, որտեղ նման մարդուն գիտնական չի կարելի կոչել։ Դու գիտես, որ ժամանակին Սոխումի այդ կապիկների բուծարանը որ կար, կապիկների բուծարանը ինչ որ կենթանիների հանդեպ լավ նկատառումներով չէ, որ ստեղծել էին, փորձերի համար էին ստեղծել, կապիկներին, որը որ մարդուն ամենամոտիկ էակն է, էլի, հա, մենք ի վերջո եթե Դարվինի տեսությունը դեռևս գործում է, ուրեմն պիտի հաշվի առնենք, հա, մարդու ազգական է, բայց եւ այդ մարդու մտքի թռիչքը գիտես ուր էր հասել։ Ինքը իրավունք էր ստացել իշխանություններից
փորձել ստեղծել մարդու եւ կապիկի ինչ որ միջանկյալ մի արարած, այսինքն բեղնավորել կամ կապիկին, շիմպանզեին մարդու կենսաբանական նյութով կամ հակառակը բեղնավորել մարդուն կնոջը սպարագայում կապիկի կենսաբանական նյութով եւ այդ փորձերը արվել են Աստվածին։ Եվ կապիկը սատկեց վերջում։ Չէ, չի ստացվել, որտեվ բնականաբար կապիկների օրգանիզմը չի ընդունել, էդի համարել է օտար մարմին, բայց այդ մարդը այդ փորձերը արել, այսինքն այդ երկիրը, ասենք, չգիտեմ, օրինակի համար ինչ որ մի բան ստեղծելու փոխարեն, հա, որը մարդկությանը օգուտ կլիներ, ասենք թե հորիզոնական աշխատող լվացքի մեքենա, այլ ոչ թե իրանց լեզվով ասած բոճկեն, որի մեջ գցում են ու պտտվում էր։ Այսինքն աշխարհը բոլոր այն լվացքի մեքենաները արդեն 20-30 տարի առաջ ուներ, մեր մոտ, եթե չեմ սխալվում, անունն է Վոլգա էր։ Մեր մոտ հələ այդ Վոլգան ճարում էին ծանոթի միջոցով։ Ըստ էության Գագիկ ջան, դա գալիս է մեզ մեկ անգամ եւս ասելու, որ նու բացի երևի թե կռվելուց, զենքից կամ զենք արտադրելուց, չգիտեմ, վերջին 50-100 տարիում Ռուսաստանը մարդկությանը, հա, հասարակությանը, աշխարհի մարդկությանը չխոսենք գերականությունից, հա, լավ մշակույթից, որտեղ ամեն մեկը իր մշակույթը տալիս է աշխարհին իր չափով, բայց ուզեմ ասեմ ռեալ մի հանրօգուտ մի բան, որ Ռուսաստանը կարող է տալ աշխարհին, ես ամենատպես վերջի 100 տարում չեմ կարողանում գտնել։ Ոչինչ չունեմ ռուս ժողովրդի դեմ, օրինակ նույն ռուս ժողովրդի ներկայացուցիչները այսօր նաև ապրում են մեր կողքին։ Շատ կարգին մարդիկ են, շատ կիրթ ընտանիքներ են, հիմնականում լավ կրթություն ստացած IT ոլորտի մարդիկ գալիս են, հավաքվում են, գնում են մաքրություն են անում, մեր ազգակիցների թափած աղբն են հավաքում, բան, այդ իմաստով որ թե բան չունենք ասելու, իրանք նորմալ ժողովուրդ են, բայց այսօր այն ինչ որ հա բայց դա ինչ որ տոկոսն են ընդամենը եւ փոքր տոկոսն է այն մնացած մասսան ի վերջո այսօրվա Ռուսաստանի համակարգը գոյատևում է նրա շնորհիվ որ կա այն մասսան որը նստած բազմոցին իր այն շիվակի հին տելևիզորի ալիքներն ա փոխում ու նայում է թե Սալավյովի ասած Ռուսաստանը ինչքան է հզոր Մինչդեռ Ռուսաստանը այսօր կործանման եզրին է։ Եվ դրանով նաև իրենք մեղսակից են դառնում կամլի այսօրվա հանցավոր արարքներին, որովհետև տեսնում ենք երեք էր ոնց որ թե էլի տասնյակ զոհեր բնակավայրեր 26 զոհ հրթիռի հարվածից էլի կյանքերա խլում, էլի կյանքերա վերցնում։ Այդպես կան Ինչև է, մի խոսքով ուզում ասեմ, մենք կարծում եմ ճիշտ ուղու վրա ենք և դրա ապացույցներից ենք խոսում։ Հա, և միանշանակ այդ իմաստով պետք է նաև իշխանություններին հորդորել, որ ոնց որ ասած ուղղությունը ճիշտ է և այդ ուղղությամբ պետք է շարունակել, այո, դեպի քաղաքակիրթ աշխարհ, դեպի քաղաքակիրթ հասարակություն, դեպի քաղաքակիրթ տնտեսություն, էկոնոմիկա, առևտուր, այս ամեն ինչին կարելի է կպցնել քաղաքակիրթ բառը։ Ու մենք դրա ժամանակ չունենք նույնիսկ սպասելու, մենք նույնիսկ դրա այսօր մենք այդ լյուքսը մեզ չենք կարող թույլ տալ եւ այսօր մտածել, արդյոք մենք կրթությունը կամ ինչքանով զարգացնենք կամ ինչքանով մենք պետք է առաջընթաց ապրենք, մենք շատ ուշացած ենք։ Մենք այսօր ինչ խոսք անում ենք մեծ քայլերով զգում ենք, հա, ինչ որ բաներ շատ արագ են գնում, մերթ զգում ենք եւ դրա արդյունքներն են մարդիկ շատ արագ տեսնում։ Ես ինքս էլ այսօր տեսնում եմ ինչքան հետաքրքիր, ինչքան գիտես ապրելով տարիներ շարունակ դրսում եւ մասնավորապես Ֆրանսիայում, գիտես, եթե օրինակ խոսենք հարկերի պահով, հա, այստեղ մի ասացված կա, ասում է կյանքում երկու բանից պետք է վախենաս, այստեղ շատ են ասում ֆրանսիացիների մահվանից եւ հարկերից։ Այսինքն այստեղ հարկերը
շատ կազմակերպված է, երևի թե Ֆրանսիան ամենաշատ հարկեր, ամենաշատ բեռն ունի հարկային եւ դրանք կարեւոր է, որովհետեւ դրա շնորհիվ է որ պետությունը գոյություն ունի, դրա շնորհիվ է որ բոլոր ինֆրաստրուկտուրաները գերազանց կերպով աշխատում են։ Դրա Այո, դու ինձ հուշեցիր։ Չի կանգնում։ Դու ինձ հուշեցիր, հիշում ես, որ խոսում ենք եթերից առաջ, որ Ֆրանսիան մեծ խմբականակ ինքնաթիռներ է տրամադրում Ուկրաինային։ Եվ այդ դրա մասին հիմա կարելի է շատ հանգամանալու ավելի խոսել, որովհետև դա մի ռազմավարության մի մաս է եւ իմիջիայլոց կարող են գալ դրան, այո, բայց ես ուզում եի ընդհանրապես ուզում եի ասել, որ այդ հարկերի վճարում այսօր ես տեսնում եմ, հա, այդ մասով ուզում եի ուղղակի շատ կարեւոր ասել, այո, շատ կարեւոր է այսօր որ մեր հարկերը վճարում ենք, որովհետև այդ հարկերից են գոյանում ամեն ինչ եւ այսօր ամեն մեկը երբ որ ինքը հասկանում է որ այդ հարկատու լինելը մեծ պատասխանատվություն է եւ շատ կարեւոր բան, որովհետեւ մյուս կողմից գիտի նաեւ որ այդ հարկերը գնում են իրենց ճիշտ ճանապարհին, այլ ոչ թե ինչ որ մարդկանց գրպանները։ Հիմա վերադառնալով այո այդ պայմանագրին, որը Էմանուել Մակրոնը կնքեց Զելենսկիի հետ 2 օր առաջ, ուրեմն խոսքը գնում է 100 Ռաֆալի մասին, ընդհանուր առմամբ այստեղ մոտարվեց մինչև 2035 թվականը պետք է այդ ծրագիրը իրականացվի, հա, որովհետև դա ահռելի բան է, որովհետև կան ռաֆալներ, որոնք հիմա արտադրվում են մի կողմից արդեն վաճառված մյուս պայմանագրերին կատարելու համար, բանակը այստեղ նաև դիլեմա կա, որովհետև բանակը ինքը ունի մոտավորապես տեսեք 100-ից մոտավորապես 150 ռաֆալ կա այսօր գործող ֆրանսիական բանակում, հա, որոնք այսօր հարց է էլի գոյանում, արդյոք դրանք պետք չի պահել եւ դրանք պահվում են, հա, Ֆրանսիայի իր բնական իր կարիքների համար, հա, կարիքների համար, չնայած որ դրանք շատ կարեւոր են նաեւ Ուկրաինայի համար, բայց բոլոր այդ ամբողջին չի արվում Գագիկ ջան, որովհետև բոլոր հետախուզական ծառայությունները Եվրոպայում խոսում են 2030 թվականին Ռուսաստանի հարձակմանը ՆԱՏՕ որովհետև երկրի վրա, մասնավորապես Բալթյան մի ինչ-որ երկրի վրա, եւ այսօր բնական է որ այդ քայլով Ֆրանսիան ուզում է նշել, որ ոչ մի կերպ Ուկրաինային բաց չի թողնում, ոչ մի կերպ նրանց չի թողնում եւ նրանց աջակցում է ամեն ինչով եւ ընդ որում 100 ռաֆալ դա ահռելի կոնտրակտ է շատ։ Ընդ որում եթե չեմ սխալվում, ռաֆալները առանձնապես շատ չեն զիջում F-երին Միացյալ Նահանգների, հա, F-16-երին մանավանդ։ Այո, իրանք չեն զիջում, իրենց բավականին թանկ են, ինչքան գիտեմ մոտավորապես 75 միլիոն եվրո, եթե չեմ սխալվում, ուրեմն 1 ժամ թռիչքը 15000 եվրո արժի դրանց եւ բավականին ճշգրիտ է նրանք աշխատում եւ նրա մեծ առավելությունը նա է, որ եվրոպական արտադրությանը ի տարբերություն F-35-ների, որոնք միշտ վերակառավարվում են, միշտ վերահսկվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, բնականաբար։ Եվ իհարկե նաև մի փոքր էլ քաղաքականության մասին, հա, ներքին քաղաքականության մասին շատ հետաքրքրական էին վաղարշաբաթի ընտրությունները։ Նախ սկսենք այնտեղից, որ ես որպես Հայաստանի քաղաքացի շատ ուրախ եմ եւ հպարտ եմ այն բանի համար, որ Հայաստանում ընտրությունները անցնում են ժողովրդավարական, ընտրությունները անցնում են առանց լցոնումների, առանց խախտումների, այսինքն նույն հարցն չի գոյանում այսօր, այսինքն մենք այսօր այդ հարցն էլ մեզ չենք տալիս։ Այո, ահռելի ձեռքբերում է։ Ընդդիմությունը, նույն ընդդիմությունը ինքը հասկանում է, որ եթե ինքը ուզում է ինչ-որ մի տոկոս հավաքի կամ ինչ-որ քվե ապահովի, այդ քվեն պետք է ապահովի ճշմարիտ քարոզարշավով, մարդկանց դիմելով, մարդկանց համոզելով, ներկայացնելով, ծրագրերով, այլ ոչ թե ընտրակաշարք բաժանելով։ Եվ շատ կարևոր հանգամանք է սա։ Այսինքն այստեղ հաղթում են մտքերը, հաղթում են արածը կամ արվելիքը, հաղթում է երևի թե վստահությունը կամ չէ վստահությունը, հա, եւ մյուս կողմից մի շատ կարևոր բան կա, որ ես ուզում եմ մատնանշել, որովհետեւ այդ պարտվողական post այդ արդյունքներից հետո դիսկուրսներում նկատեցի մի շատ զազրելի մի բան, որը շարունակում է, հա, այդ
մեր ընդդիմության շարքերում այդ այն որ դե գիտեք գյուղերում են հաղթել, չգիտեմ այդտեղ գյուղացիներն են, այդ ինչ տարբերակն է։ Եվ ընդհանրապես ինչա նշանակում գյուղացի կամ քաղաքացի։ Ընդհանրապես Քվեն է։ մարդիկ կան, որոնք օրինակ աջակիցներն են վարչապետի, ինչ նշանակում իրանց պետք է, չգիտեմ, 1000 ու մի ինչ որ արտահայտություններով ասել կամ ինչ է նշանակում մենք մեզ, այսինքն ասել կուզի դուք համարում եք որ դուք տենց ավելի կրթված եք, դուք ավելի քաղաքից եք կամ քաղաքը ավելի քաղաքացի շատ ավելի կրթված է, ավելի շատ հասկանում է եւ գյուղացին չի հասկանում, գյուղացին կներեք արտահայտությունից հարիվ է կամ չգիտեմ, չի հասկանում խելացի չի, դուք ավելի խելացի եք, ես այդ բաժանումը չեմ հասկանում եւ այդ անդիմության շարքերում էլի այդ մի տեսակ է որ դե մենք գիտենք, այն որ մենք գիտենք, այն որ դուք չեք հասկանում, մենք այն հասկանում ենք, այդ դուք են տակին են, դուք ես այդ բառը ուղղակի այնքան զազրելի երևույթ է դա, որ համարել որ հասարակ մարդը որտեղից էլ որ լինի, հա, ասենք ես հորիզոններ կարամ հասկացնել Ֆրանսիայից, դե ոչ մեկ չի ասում, գիտես, դե Փարիզի ընտրողը, դե Թուլուզի ժողովուրդը գեղացի մարդ է, բան չեն հասկանում, ասենք որ գնան մարդիկ գեղացի են, բան չեն հասկանում։ Ես չեմ հասկանում, այդ ինչ կոմպլեքս է այդ բանի էլի, այդ գերակայության այդ կոմպլեքսով են դրանք տարապում, ես չգիտեմ դա ինչից է, այն որ կա չէ որ ասում է դե ես ռուսական դպրոցն եմ ավարտել, բան այդպես տեսակի են։ Հա, տեց։ Ես դա չեմ հասկանում, էլի, այսինքն մարդիկ պարտադիր չի այսօր իրենք ունենան բարձրագույն կրթություն, որ հասկանան ինչ է կատարում իրենց երկրի հետ կամ սիրեն իրենց երկիրը եւ ըստ այդմ ընտրեն այն ղեկավարին կամ այն իրենց համայնքապետին, որին կարող են վստահել իրենց եւ իրենց երեխաների ապագան։ Ես չեմ հասկանում, էլի ինչ իրավունք ունեն, լավ, մենք էլ դնենք առողջիրուգուն ասենք կաշառակերներ կամ առողջիրուգուն, ես այդ բաժանումը չեմ հասկանում, էլի վերջի երբ պիտի հասնենք այն հասուն բանավեճի, հասուն արգումենտների, այլ ոչ թե վիրավորական, հա, այդ ժեղ, չգիտեմ, էլի ինչ են ասում, զոմբի, ժեղ, գեղացի, չգիտեմ, բավ է, էլի, իրոք, հետո խոսում են բաժանումից, հետո խոսում են այդ բան մտնոլորտից, ինչ են ասում, թե շոտ տենց բառեր են գտնում։ Սև ու սպիտակ եւ այլն, հա։ Այդ մտնոլորտից բանից, այդ մտնոլորտը դուք եք ստեղծում։ Հայը մնում է հայ, որտեղ ուզում է լինի Սիսիանում, լինի Գորիսում, Երևանում, թե կենտրոնի մոտակա կաֆեում նստած։ Ինչ տարբերություն։ Մարդը ունի իր գիտակցությունը, իր քաղաքացիական գիտակցությունը, այսօր քան երեք։ Ընդ որում ես մի բան էլ հավելեմ, Արման ջան, մեզ մնաց մոտապես 1.5 րոպե, շատ արագ թռավ եթերը։ Վերցնենք Երևանը, որը մեգապոլիս է եւ ողջ աշխարհի հայության սիրտն է, չէ՞ կարելի ասել։ Ես վստահ կարող եմ ասել, չեմ տիրապետում վիճակագրական որևիցե ինչ-որ ինֆորմացիայի թվերի, բայց վստահ կարող եմ ասել, որ Երևանի բնակչության 60-70%-ը Երևանից չեն, մարզերից են։ Հա, ի՞նչ է դա նշանակում։ Հենց այդ է էլի խնդիրը։ Չէ, գիտես ինչ կա, մենք մի բան պետք է հասկանանք մի բան, որ այդ սին գաղափարախոսության նույնիսկ այդ ընդդիմությունը, եթե կարելի է նրան ընդդիմություն կոչել, որտեղ մենք այսօր իրոք խնդիր ունենք նաև ընդդիմության, էլի, որտեղ այդ առողջ ընդդիմությունն է, որ ասում ման են գալիս առողջ ընդդիմություն, որ պետք է հասկանալ, որ դրա մեջ չի մեխը, երբ որ այսինքն երբ որ դուք քննարկում եք, դրա մեջ չի, բաժանարար գծեր դնելու մեջ չի, որ ասենք, այո, եթե դուք կարող եք այնպես արեք, որ ցանկացած հասարակության մարդ նա լինի դա կրթված կամ միջնակարգ կրթությամբ կամ նույնիսկ երրորդ դասարանի կրթությամբ, որ վստահությունն ներշնչեք եւ կարողանա ձեզ վստահել իր քվեն։ Եվ այսօր ամենակարևորը, որ պետք է հասկանանք, մենք խոսում ենք ընտրություններից, այսօր մեր ժողովուրդը գիտակցի, որ իր քվեն ինչ ուժ է եւ իր քվեն ազատ է եւ իր քվեն չի վաճառվում եւ իր քվեն երբևիցե չի մսխվում, հա, կամ խապվում, այսինքն այսօր մեր հայրենակիցները շատ մեծ դրանից ելնելով է որ կա այդ քաղաքացիական լուրջ գիտակցությունը եւ այդ ֆոնի վրա երբ որ լինում է հաղթանակ, այո, քաղաքական ուժը կարող է այդ հաղթանակը տոնել եւ այդ հաղթանակը համարել իրական հաղթանակ, որովհետեւ դրանք արված աշխատանքի արդյունքներ են եւ ինչու որ իրական թվեր են, այո, պետիսներն են, որոնք արդեն գալիս են ապացուցելու, որ երևի թե գործերը այնքան էլ վատ չէ եւ արված աշխատանքը վերջի վերջո գնահատվում է մեր հայրենակիցների կողմից։
Շատ լավ Արման ջան, շնորհակալություն, սպառվեց մեր եթերաժամը։ Ստեսյուն։ Հիշեցնեմ, որ Երևան-Փարիզ ձևաչափով զրուցում ենք միջազգային ագետ Արման Ավագյանի հետ։ Ամենայն բարիք ձեզ։